Չէ, խնդրում եմ, մի գնացեք։ Խնդրում եմ, մեզ օգնություն ա պետք, մի գնացեք, խնդրում եմ, մի գնացեք։ Լավ ուր պետք է գնար այդ աղջիկը։ Գիտեմ, ինձ թվում է մոլորվել ա ինչ-որ միտեղ։ Բայց ինձ չի թվում, որ տարածքից շատ հեռված ես գնում։ Եկեք ուղղակի ժամանակ չծախսենք։ Լավ, եկեք սենց կանենք, կբաժանվենք երկու խմբի ու կսկսենք Լիլիթին ման գալ։ Բայց այնպես ճանապարհներով կգնանք, որ կարողանանք հետ գանք ստեղ։ Բայց այս անտառը այնքան խուճուճ ա, որ ոնց էլ գնանք, միևնույնն է մոլորվելու ենք։ Եթե զգանք անտառում շատ ենք խորանում, կարանք ծառերին սլակներ անենք։ Այդպես, ուզում ես կարում ես, էլի։ Լավ, ես ու Մանոն կգնանք այս ուղղությամբ, դու ու Վիկան էլ սենց։ Բա Արամը։ Արամին էլ կգրկես կտանես։ Լսի դու չես հասկացել, որ պարտադիր չի ամեն ասածիցս հետո քեզ մեջ գցես։ Այդ տղեն վիրավոր ա, հո չենք թողելու իրան ստեղ։ Բա որ բան պետք եղավ, ինչ անելու։ Դե լավ, մի ժամ որ առանց քո քնքշանքի ու հոգատարության մնա, բան չի լինի։ Լսի գիտես ինչ կա։ Լավ, վերջ։ Դուք որ ստեղ իրար կոկորդ եք կրծում, ո՞նց եք իրար այդ ճամփա գնալու։ Ինքը թող գնա իր Արամի մոտ, ես մենակ կգնամ։ Չէ, տենց ոնց կլինի, մենակ գնաս։ Սենց կանենք։ Ես ու Վիկան միասին կգնանք, դու Էդոն միասին։ Համաձայն եք։ Ինձ մեկա։ Տենց է կանենք։ Լավ։ Եթե մի ժամից չեն գտնում, հետ են գալիս ստեղ։ Կարող է մյուսները գտածել են։ Արի Վիկա։ Ուշադիր կլնես։ Նե, որ չասեիր, նես կարող է չլինի, էլի։ Արի մանա։ Գնացի։ Այդտեղ այն անտառը 5 մատի պես գիտի։ Որսը արգելված չի այդ կողմերում։ Արգելված է։ Արզը, Դե գյուղից զանգում կանչում են, տենց գնում ա։ ինչի համար։ Դե գայլերը գյուղ են իջնում, ոչխար են տանում, գար են տանում, ինքն էլ այդ հարցերով ա գնում։ Դե օգնում ա։ Փողով, բայց շատ չի վերցնում։ Դե փողը մեր դեպքում այդքան էլ կարևոր չի։ Ես ինքն է։ Հա։ Սուրո, արի։ Արի Սուրո։ Ես ինչ ա վիճակդ։ Ինչա որ նորմալ է էլի։ Էլի անտառներն ես եղե։ Չէ։ Քո տղեն ա կորել։ Հա։ Վստահ եք, որ այդ անտառներում է։ Տենց կասկածներ կա։ Կասկածներով չի կարա լինի, Հիմա այդ անտառում վտանգավոր սեզոն է։ Շատ վտանգավոր սեզոն է։ Արաղ էլի։ Սուրո, ինչ արաղ։ Մենք եկել ենք ստեղ խոսենք, դու արաղ ես ուզում։ Հա դուք խոսացեք, ինչ չեք հանգարում։ Սենց չեղավ։ Երեխուց կյանքի հարցն է։ Երիք չեկել ես վրայից տարաղի օտա փչունը մի հատ ես տեղ ես արախ։ Քեզ պիտի վստահեմ երեխեքի կյանքը։ Երեխեքի կյանքը ինձանից չի կախված։ Իրանցից է կախված, հիմա իրանք ողջ են, թե չէ։ Քեզ բան չեն անում։ Դու գիտես, որ ես ժամանակ չունեմ ու սենց մարդ ես բերում։ Հիմա գելերի սոված սեզոնն է։ Եթե երեխեքը հələ ուտելիք չեն դարել, շանս կա։ Իհարկե շատ փոքր։
Հիմա կորցնելու ժամանակ չունես։ Եթե միասին ենք գնում, ուրեմն վաղ առավոտ դուրս ենք գալի, ու դու ոչ մի գրամ խմած չես լինի։ Արտոյից հասցես իմացի, ձե առավոտը ժամը 5-ին կլինես շենքի մոտ։ Ստի։ Երեխեքին հաստատ գտնելու է, հաստատ։ Ես թվում է գլխից փորձանք են տանում, բայց ուրիշ տարբերակ չունեմ։ Այն երկու գյուղացին հրաժարվեցին խորանան անտառը։ Ինչի՞։ Այդ կողմերը մեծացած ժողովուրդ են, պետք է որ պրոբլեմ չունենան։ Չգիտեմ։ Ով լսում է այդ անտառի մասին վախեցած հետա քաշվի։ Չգիտեմ էլ երեխեք հանդեղ են, որ կողմ են գնալու, ինչ ենք անելու։ Գտնելու ես, հաստատ գտնելու ես։ Կգտնեմ։ Չէ, անիմաստ է։ Սենց գայլերը մեզ ավելի շուտ կլսեն, քան Լիլիթը։ Էլի սկսեցի։ Լսի, ինչի չթողեցիր Էդոյի հետ գնամ։ Որովհետև կամ դու էիր իրան սպանելու կամ ինքը քեզ։ Ինչի Էդոն կարա տենց բան անի։ Ես պայմաններում բոլորիցդ ամենից սպասում եմ։ Այդ էլ ես ճիշտ ասում։ Մանոյի դեպքը հաշվի առնելով։ Լիլիթ! Լիլիթ! Լիլ! Չէ, անիմաստ է։ Լուսի կարաս մի քիչ լավատես ես։ Լավատես։ Ահա։ Մի հատ կողքերդ նայի։ Հա, դե դու լավատես մենակ փաբերում ու քլաբերում ես, չէ՞ լինում դոզի տակ։ Քեզ քանի անգամ եմ ասել այդ թեման չբացես։ Հա, բայց ես բառ չասեցի դրա մասին։ Այդ երբանից է քո համար փաբն ու քլաբը դրա հետ ասոցացվում։ Սպասի։ Քո ու Արամի մեջ ինչ-որ բան կա։ Իսկ ինչի է դա քեզ տենց հետաքրքրում։ Եսին։ Ուղղակի չեմ ուզում էլի բաժանումը ցավոտ լինի։ Ճանապարհդ շարունակի։ Լիլիթ! Հն, շատ ես հոգնել։ Հա, արի մի երկու րոպե շունչ քաշենք, էլ չեմ դիմանում։ Նա ինչ ունեմ մոտս։ Կակտակա։ Կուտես։ Չէ, դուք ես։ Հիմա քեզ ավելի շատ էներգիա պետք է։ Եթե ուտում ենք, երկուսով ենք ուտում։ Դե լավ դուր։ Դա այս կակտակի հարցում հաստատ ճաշակ ունես։ Ուղղակի ափսոս էլ չկա։ Ես հույս ունեմ, որ կգնանք ու ես շատ կառնեմ։ Ման, եթե շատ ես հոգնել, ուզում ես հետ գնանք։ Բա Լիլիթը, հիմա պատկերացնում եմ ինչ ահավոր վիճակում է։ Դե Լիլիթը իր խելքից է տենց։
Ով էր ասում հելի գնա եսի մուր։ Ախր մարդ այդքան էգոիստ չի լինի, էլ գիտի էլ որ անհանգստանում ենք։ Բա Վիկայի հետ ինչի չես կարողանում լեզու գտնել։ Պիտի որ հարմարված լինեիք իրար։ Դու դրա խոսալը, պահելա ձևը տեսել ես։ Որ այդ ինչ է արա, կարա այն են ցան իրան չնկատենք, չէ։ Անպայման մի բան անում է, բզբզում է։ Չգիտեմ։ Ոնց որ ֆիլմի մեջ հայտնված լինենք, ինչ որ սարսափ ժանր, որ չգիտես, մի վայրկյան հետո քեզ հետ ինչ է լինելու։ Ոչինչ։ Լիլիթին կգտնենք, կգնանք հետ ու կանցնենք մեր բնականոն կյանքին։ Իսկ եթե սրանք մեր վերջին օրերն են։ Ման չի կարես վերջը լինի։ Ես գիտես ինչքան պլաններ ունեմ կյանքի հետ կապված։ Երանի քեզ։ Երանի կարենենք գտած լինեին Լիլիթին։ Վախենում ես։ Այդ աննորմալ պետքա լինես, որ այս պայմաններում չվախենաս։ Մի վախեցի։ Ես քո հետ եմ ու չեմ թողի, որ քո հետ ինչ-որ վատ բան պատահի։ Այդ սենց ճիշտ չի։ Պետք չէր։ Կներս ուղղակի մեկ-մեկ չի ստացվում։ Էդ ինչ ենք անում։ Մենք չգիտենք Լիլիթը որտեղ է, ինչ վիճակում է։ Էլ բանուի խոսա մի խորացի։ Կարենը։ Կարենը, Լիլիթը, Վիկան, հասկացանք էլի հերիքա։ Վերջ! Լինի! Ալո, հա Անուշ ջան, Ոչ խանգարեցի։ չէ, ուղղակի Լիլիթից նկարներն էին նայում, շատ եմ կարոտել երախուս։ Լիդա ջան, արցունքներս արդեն չորացել են։ Քեզ եմ զանգում, Անային եմ զանգում, չգիտեմ էլ ինչ եմ սպասում ձեզնից։ Բոլորս նույն վիճակում ենք։ Մի քանի օր էլ սենց որ շարունակվի, ես կգժվեմ։ Այսօր Մարգարն էր զանգել, արդեն տեսել է համացանցում երեխեքի անհետանալու լուրը։ Դե ես փորձում էի չանհանգստացնել իրեն։ Դե ուրիշ երկրում է, գալու հնարավորություն չունի։ Ասի չասեմ չնեղվի էլի, բայց մեր օրերում կարողանում ես մի բան թաքցնել։ Չէ, ինչ թաքցնես, չէ, ես հենց առաջի օրն էլ զանգել Վիկենին ամեն ինչ պատմել եմ։ Հա, արդեն գալիս է ճանապարհին է։ Ես մենակ չեմ ձգի Լիդա ջան։ Թող հայրը կա, թող տեր կանգնի իր երեխան։ Պետք է ուժեղ լինենք, որ հենց երեխեքը գան մեզ թուլացած չտեսնեն։ Գիտես ամենացավալին որն է, որ ես ու Լիլիթը վիճեցինք իրար հետ։ Երեխես հիմա նեղված է ինձանից։ Ու ես ինձ այդ օրվա համար չեմ կարողանում ներել։ Այդ որ մեր երեխեն ու ծնողը չեն վիճում։ Ուղղակի համընկել է։ Լիդա ջան, ես վստահ եմ, որ Լիլիթ հետ մասին նույնիսկ չի էլ հիշում։ Անուշ, ինչի ենք մենք ամեն ինչ հասկանում մեր ժամանակ եւ անզոր ենք լինում ինչ-որ բան փոխելու։ Որովհետև չենք պատկերացնում, որ մի օր մեր հարազատները ուղղակի կարող են մեր կողքին չլինել։ Չենք հասցնի ներողություն խնդրել։ Չենք հասցնի ներել։ Այդպես է միշտ։ Բայց երբ Լիլիթը գա, կգրկես ու երկուստ էլ ամեն ինչ կմոռանաք։
Երևի ճիշտ ես։ Հենց այդ միտքն ա, որ ինձ տանջում ա ու ես անընդհատ ինձ մեղադրում եմ։ Հիմա պետք չի մեղավորներ փնտրել։ Հիմա պիտի հավատքով սպասենք, որովհետև մենք անզոր ենք որևէ բան փոխելու։ Անուշ ջան, դու շատ ուժեղ ես, բայց ներսից չարդ փշուր ես։ Ես փորձում եմ ուժեղ լինել։ Մանոս ինձ միշտ ուժեղ կին էր ասում, որ Թուլանա մամոթան կտա ինձ։ Ապրես ցանջան։ Լավ Լիդա ջան, չխանգարեմ։ Եթե նոր բան լինի կզանգեմ անպայման։ Լավ, եղավ։ Լիլջան, պատրաստվում ես։ Բալես գոնե ուտելու բան վերցրել ես։ Ճանապարհից կվերցնեմ, մամ ջան։ Երկար ճանապարհ եք գնալու։ Մի բան վերցրու։ Մամ, կարող է այդ Մարտինայի չիփսերից լինի, բերես վերցնեմ ճանապարհին հարմար ակուտեմ։ Հա, իհարկե, բալես կա, հեսա կբերեմ։ Մամ, բայց գիտես, չէ, այն օրվա առածներդ բոլորը կերել եմ։ Գիտեմ, մուկիկ, ես երեք էլի առել եմ։ Կա, հեսա բերեմ։ Վերցրու բալես տեղավորի, կուտեք։ Ապրես, մամ ջան։ Լոլիկի համով, դասական, թթվասերի, ափսոս բանրային համով չկա, ես էլ շատ եմ սիրում, բայց ոչինչ։ Լավ։ Լավ դե պատրաստվի։ Այդ ինչ էր։ Այս հեչ։ Դու ստեղ մի հատ։ Մամ, մենակ չասես, որ մտածում ես, որ դա իմն է։ Բա ումն է։ Ով բերեց դրեց գրպանը։ Մամ, Էդոինն է, ուղղակի ինձ մոտ էր մնացել, դրեցի գրպանից, որ հետ տամ իրան։ Էդո։ Հիմա էլ ծխելա քեզ սովորացրել, հա։ Դու ոչ մի դիլիջան չես գնալու։ Դու մնում ես տանը։ Իզուր իրերդ մի հավաքի։ Մամ, ինչ ես խոսում։ Ամեն ինչ պլանավորած է, ես չեմ կարա չգնամ։ Կարաս հենց հիմա զանգի ու ասա, որ չես գալու։ Մամ, գիտես ինչ կա, հերիքային փոխարեն որոշումներ կայացնես։ Ես եմ իմ գլխի տերը։ Թողնելու եմ գնամ այստանից, էլ ներվերս չի հերիքում։ Ինչ ասեցի։ Ինչ որ լսեցին, ինձ թվում է կարիք չկա կրկնելու։ Հետ արի մի հատ։ Հենց հիմա հետ արի։ Լիլիթ։ Լիլ։ Հա, ինչ եղավ։ Այդ ոտնաձայներ լսեցի։ Արդեն մեր շարժումներից էլ ենք վախենում։ Այդ արի հետ գնանք, էլի էլ չմնանք ստեղ։ Ման, եթե ուզում ես դու գնա։ Ես առանց Լիլիթի ոչ միտեղ չեմ գնա։ Կարող է Լիլիթը արդեն հետա գնացել։ Կարող է մենք ենք անիմաստ փնտրում։ Կարող է Կարենենք են գտել։ Հա, մանո, կարող է։ Ու կարող է Լիլիթը մոտակայքում, հասկանում ես։ Ու հիմա որ հետ գնանք, էլ կարող է Լիլիթին չգտնենք։ Եթե Լիլիթը մոտակայքում լիներ, կլսեր մեր ձայները։ Կարող է անգիտակից է։
Անկեղծ, եթե ուզում ես դու հետ գնա։ Ես առանց Լիլիթի ես անտառից դուրս չեմ գալ։ Ես էլ մինչև չգտնեմ դուրս չեմ գա։ Ու մենք բոլորով ենք այստեղից դուրս գալու։ Բայց հիմա խնդրում եմ, արի հետ գնանք, հա։ Ու եթե Կարենն ու Վիկան գտած չլինեն, մենք նորից հետ կգանք ու կփնտրենք Լիլիթին։ Արի չմոռանանք էլի ինչ ենք պայմանավորվել։ Հետո էլ Կարենենք մեզ կփնտրեն։ Դու ինչ մտածում ես կարող է գտած լինեն։ Հա, ես կարծում եմ, որ արդեն գտել են։ Ախր Լիլիթը հեռու չէր կարա գնար։ Կամ էլ մենք ենք ուրիշ ուղղությամբ ման գալիս։ Բայց դե այդ անտառի մեջ խորանալն էլ վտանգավոր է։ Լավ, արի հետ գնանք։ Ինչ ես անում։ Այս թվաց գայլա, կամ էլ ինչ։ Դե ինչ իմանամ ինչ է, մարդը սանտարում արդեն գժվում է։ Ուր է, սաղ քեզ են ման գալիս։ Իզուր հետ եկանք, դու ենք հաստատ գտած չեն ըլի։ Լիլ դու նորմալ ես ընդհանրապես։ Երեխեք կներեք։ Այսուր է իր, բա Էդոն ու Մանոն ուր են։ Մանոն ու Էդոն։ Չգիտեմ, չեմ տեսել իրանց, ուղղակի ես հետ եկա։ Որտեղից հետ եկար, ուր է իր գնացել։ Երեխեք դե ես առանձնացա, հասկանում եք էլի, ու հետո մոլորվել էի, հակառակ կողմն էի գնում։ Մի կերպ եմ ճանապարհը գտել հետ եկել։ Մենք այս ամբողջ ընթացքում այսքան հատվածում ման էինք գալիս քեզ։ Եթե դու այս տարածքում լիներ, պետք է մեր ձայները լսած լինեիր։ Ես ոչ ոքի ձայնը չեմ լսել։ Լիլ, հաստատ բան չի եղել։ Չէ, կար ինչ պետքա լինի։ Չես տեսնում, նորմալ այստեղ կանգնած եմ, ամեն ինչ կարգին է։ Հա, ուղղակի տարօրինակ է։ Երեխեք կներեք, էլի, ես իրոք չէի ուզում, որ դուք անհանգստանաք։ Ուղղակի ես էլ էի շատ վախեցած։ Մտածում էի ճանապարհը չեմ գտնի։ Մի քիչ էլ ինձ է պետք հասկանալ։ Հա, բայց Լավ, վերջ։ Կարևորը որ ամեն ինչ լավ է։ Բայց ամեն ինչ լավ է։ Այսինքն Էդոն ու Մանոն չկան։ Հանգիստ թող ինձ։ Քեզ թվում է ես քո թշնամին եմ, Իլոնա։ Դու ինձ խայտարակ ես արել։ Լսի, սա պետք էր։ Սա պետք էր, որ այդ անասունին ձերբակալեն, որ քո նման երեխեքի կյանքը չխորտակի։ Դու չես հասկանում, Վարդանը ինձ սիրում է։ Ինչ։ Ինչ է անում։ Սիրող տղեն չի թողնի, որ դու գիշերով տանից փախնես, որ ինձ խաբես։ Վարդանը դրանում մեղավոր չի։ Ես եմ տնից փախել, որտեղ դու ինչ ես հասկանում։ Ես որ քեզ ասեի, դու չէիր թողելու ես տնից դուրս գայի։ Իհարկե չէի թողնելու։ Մնում էր այդ անասունի հետ հանդիպեիր, այդ թմրամոլի։ Վարդանը թմրամոլ չի։ Չէ, լսի, դուք այդ ինչ եք ուզում ինձնից։ Դու ու աղբերդ ինչ եք անում իմ հետ։ Հա, հարցը հենց էդ է։ Կարենը թողելու գնացել է, դրա համար էլ իմ վրա ես կենտրոնացել։ Լսի, Կարենը չի թողելու գնացել է։ Ուղեղդ մտցրու վերջապես, որ այդ երեխեքի հետ դժբախտ դեպք է պատահել, որ կորել
զզվել են ու չգիտենք որտեղ են։ Ես գիտեմ։ Ոնց։ Ոնց գիտես։ Հա, պարզից էլ պարզա։ Զզվել է քեզնից, թողել ու գնացել է, որ էլ երբեք քեզ չտեսնի։ Երևի իրան էլ ես խայտարակ արել ու շատ ունեկել մեծ պատմություն ես սարքել։ Դու քո սեփական կյանքը չունես, դրա համար էլ մեր կյանքին ես խառնվում։ Ամոթ քեզ։ Հազար ամոթ։ Բայց մի բան լավ իմացի, Իլոն աղջիկ։ Ես չեմ թողնելու, որ կործանես քեզ ու քո կյանքը։ Քանի ես կամ ես ամեն ինչ անելու եմ, որ այդ անասունի ազդեցությունից քեզ փրկեմ։ Լսեցիր ինձ։ Լավ ես։ Հա, նորմալ։ Ուղղակի Լիլիթի համար եմ անհանգիստ։ Իսկ Կարենի։ Պետք չի, հա։ Մի արա տենց։ Նոր բան էի մտածում։ Ինչ։ Ինչ կաներ Լիլիթը, եթե իմանար իմ ու քո մասին։ Իմ ու քո մասին չի իմանա, որովհետև ոչ մի բան չկա։ Մանո մի հերքի են ինչ եղել է։ Իսկ ինչ ա եղել։ Այն ինչը որ մեր մեջ եղել է, դու հիմա ուզում ես մենք լուրջ այդ քննարկենք։ Հա, ուզում եմ մի անգամ գոնե քննարկենք։ Ես քեզ ոչ մի բան չեմ ստիպել։ Այդ երկուսս էլ ուզում էինք։ Հետո ինչ։ Այսինքն բնազդ էր։ Խոսա։ Մեր մեջ ինչ-որ մի բան կա, խոսա։ Ինչ ես քեզ երևակայում։ Դու լուրջ մտածում ես, որ ես քեզ սիրում եմ։ Հա, մենք մի անգամ տրվել ենք բնազդին, բայց այդ չի նշանակում, որ ես ու դու իրար սիրում ենք։ Չերազես։ Ես եմ երազում։ Իսկ ինչ կանես, եթե Կարենն է իմանա։ Իսկ դու ինչ կանես, եթե Լիլիթն իմանա։ Չես ասի դու, հաստատ։ Վստահ ես։ Եթե շարունակես հիշացնել ու հիշել, ապա կիմանա։ Վախացնում ես։ Զգուշացնում եմ։ Դե եսը քեզ եմ զգուշացնում։ Որ բերանդ փակ պահես, որ հետո չփոշմանես։ Անա։ Ինչի։ Անհանգիստ էի, չկայիք։ Ուր էիք։ Հետ էին գալիս։ Ինչ նորություն կա Լիլիթից։ Լիլիթն ինքնիրավոտով հետ է եկել։ Ու որտեղ էր։ Չգիտեմ, ասում եմ մոլորվել է, հետո ինչ-որ ձև ճանապարհը գտել է։ Հիմա վախեցած կլինի։ Լավ, եկեք ժամանակ չկորցնենք, պետքա ճանապարհ գնանք։ Ինչ ճանապարհ, ինչ ես խոսում։ Ժամը 4-ն է, 2 ժամից մութ է արդեն։ Իմ համար մեկ է, եթե պետք լինի գիշերն էլ կքայլենք։ Բայց այսօր պետքա դուրս գանք ստեղից։ Կարեն գիշերով պետք չի ճանապարհ ընկնել։ Արամ ասում էր, որ գայլեր։ Ով ուզում է կարա մնա։ Ես գնալու եմ։ Ես էլ եմ ուզում կամ ձեզ հետ։ Բացառվում։ Ախր Դավիթ ջան, ես չեմ կարող այստեղ սպասել, համբերել, տեսնել թե ինչ ա լինում։ Եթե երեխես այդ անտառներում է, ես ուզում եմ գամ ու գտնեմ իրան։ Անուշ, բայց մենք չգիտենք, այդտեղ են թե ոչ, չգիտենք։ Ոստիկանները քաղաքում են փնտրում։ Նկարները ուղարկվել են Վրաստան։ Ես էլ ուզում եմ այդ վարկածը փորձեմ։ Բայց էլ ինչ Վրաստան։ Ասել էին, չէ, որ այդ անուններով ոչ ոք չի անցել սահմանը։ Հա, ասել էին։ Հիմա մտածում են, որ կարող է ուրիշ անուններով են անցել։ Բայց ինչի պիտի նման բան անեին։ Մանեն չի գալու։ Չէ, Իլոնան լավ չի զգում, չի կարա մանեն գա։ Բարզա։ Դավիթ ջան, չասեցիր,
Երեխեքը ինչի պիտի ուրիշ անուններով սահման անցնեին։ Կարող է մի բան կա, որ չես ուզում մեզ ասես։ Դե չգիտեմ ոնց կընդունեք։ Բայց ցավոք Էդգարի ու Կարենի անունները ոչ այդքան լավ մարդկանց անունների կողքին են պտտվում։ Ոստիկանությունը հիմա փորփրում է։ Ասում են հնարավոր է թմրանյութ են անցկացրել սահմանով։ Այ հենց դրա համար էլ ուրիշի անունով են գնացել։ Ինչ թմրանյութ, ինչ ես խոսում։ Կարեն ու Էդգարը, բա աղջիկները ինչ կապ ունեն։ Կասկածում են, որ միասին են գործում։ Մեծ ընկերախմբով են գնում, որ կասկած չառաջացնեն ու չստուգվեն։ Սա ընդհանրապես վարկած է, դեռ ոչ մի հստակ բան չկա։ Չէ, ես չեմ հավատում։ Ես Մանոյից նման բան չեմ հավատում։ Ես ավելի շուտ կհավատամ, որ երեխեքը անտառում են մոլորվել, քան որ իմ երեխեն թմրանյութեր է վաճառում։ Ես էլ չեմ հավատում։ Ես կգտնեմ երեխեքին։ Անպայման կգտնեմ։ Հենց նորություն ունենաք, կզանգեք ես համարով։ Ես հնարավոր է անհասանելի լինեմ։ Եթե երեխեքից մեկը կապի դուրս գա, կզանգեք իրեն։ Ինքը գիտի ինչ անի, վստահ եմ մարդը։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե այդ թմրանյութերի պատմությունը ճիշտ դուրս գա ու երեխեքը զանգեն, մենք չպիտի դիմենք ոստիկանություն։ Հա, ուշ։ Կզանգեք իրեն։ Ինչեր ես հասնեմ։ Կանգնեք մի րոպե։ Արամ հարմար չի քեզ։ Վիկա լյուքս դասի ավտոյի մեջ չի պետքա դիմանա, ուրիշ տարբերակ չկա։ Նորմալ է, շարժում ենք հարմար է։ Հաստատ։ Հա, մի հատ պետք է համոզենք, էլի։ Վիկա ժամանակ չունենք, չեն կարող անընդհատ կանգնենք։ Մեր ժամանակ չունենալու գլխավոր մեղավորը դու ես։ Որ չընկնեինք ամբողջ անտառով քեզ մանգայինք, հիմա ժամանակի հետ կապված խնդիր չէինք ունենա։ Եթե պիտի երեսով տայիր։ Երեխեք լավ, հիմա դրա ժամանակը չի։ Եկեք քայլենք առաջ, հա, մութը ընկնում է։ Կարվերցրի։ Էս ինչ էր։ Ինչը։ Չլսեցի, կլդիր։ Քեզ թվաց երևի։ Ինչ ես բերանդ բացել, արա։ Այս անգամ նապաստակ էր, բա որ մյուս անգամ գայլ լնի։ Դուք ձեր դեմքը չտեսաք ուղղակի։ Թե չէ դու նես չէիր վախեցել երևի։ Ու ընդհանրապես ծիծաղալու չէր։ Արա դու հասկանում ես ինչ ես անում, հա։ Այսքան մարդուց որ մեկին մի բան եղավ կա ներես քեզ, արա։ Լավ, ինչ մի տոնդ բարձրացնում ես։ Բա ինչ անեի, թողեի մնայինք, վաղն էլ չիմանայինք որտեղ ենք զարթնելու։ Արա։ Երկու վայրկյան հետո չգիտենք հետներս ինչ ալնելու։ Փախնելու տեղ էլ չունենք։ Վայ լավ երեխեք վերջացրեք։ Հիմա թող։ Հետո խնդրում եմ։ Դե հերիքա, հասկացանք։ Հերիքա։ Ինչ եկել ենք այստեղը մեկս մյուսին մեղադրում ենք։ Սկզբում Արամին էիք մեղադրում, հետո ինձ, հետո Լիլիթին, Վիկային։ Չեք հասկանում, որ մենք այս անիծված տեղից դուրս չենք գա այնքան ժամանակ, մինչև համերաշխ չլինենք։ Անընդհատ մեղադրում եք, հասկացանք, հերիքա դե։
Ստեփանյան Վարդանին ներկայացել եմ։ Հա, առաջարի։ Դու ազատ ես։ Ստեփանյան Վարդան Արտաշեսի։ Արի հասկանանք, թե ես ինչ բողոք է քո վրա։ Ես ոչ մի բան չեմ արել, ինչ փողոք։ Հա, դե իհարկե ոչինչ չես արել։ Այստեղ հենց քո նման ոչինչ չարած մարդիկ են գալիս։ Այստեղ ով մեղավորները չեն գալիս։ Լավ, հանգստացի։ Մի քանի հարց եմ տալիս ու վերջ։ Թուլացի։ Ես այդ կգնաս տուն։ Կանգնեք։ Ետ շունչ քաշեք։ Երեխեք սենց երկար չենք ձգի։ Արես քանի ուրա նորմալ հացել չենք երեխ, ի՞նչ ես նիարում, հա։ Դե ես թակուն ուտում եմ, չէ։ Հանենց այս քեզ ինձ ամեն ինչ էլ հավատում եմ։ Ձևեն չիպսերն էլ ա քո ձեռով գնացել։ Չիպսերը իմ ձեռով է գնացել։ Արամ, հաստատ ճիշտ են գնում։ Ահա ճիշտ են գնում, բայց հələ երկար են քայլելու։ Ոչինչ, կարևորը տեղ հասնենք։ Էդ ինչ է եղել։ Ինձ թվաց քերծել են, բայց փաստորեն լավ էլ արյուն է եկել։ Լիք շատ արյուն գալիս։ Ցավում է։ Արդեն ցավալու մասին չեմ մտածում։ Կարևորը շուտ տեղ հասնենք։ Ու դու տենց արնասելով էլ քայլել ես, չէ։ Նորմալ է, բան չկա։ Կանցնի։